իրանց Բայց իրանք գործ են անում, իրանք գործ են անում։ Մենք ընդհանրապես մեր իրավունքն ենք պահանջում, որը Ինչու եք մտնում։ Ձեր պարապաշարների Ոստիկանի բամբի Որնոսումը դու ես, իքոնումոնները, ոչ են մոտովիը, բարա կլոգն ալով, միարը, դու ես միասը, դու արա ես բայց ես, Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Սասնա Ծռեր տեղավարում եւ ես Արմեն Բարսեղյանն եմ, այսօր առայժմ մենակ կվարեմ այս հաղորդաշարը, իմ գործընկերուհին լրագրողն ունեն այսօր դեռ ուշանում է։ Մենք սկսեցինք այն կադրերից, այն թեմայից, ինչի մասին այսօր կզրուցենք ձեր հետ, կներկայացնենք, բայց սակայն առաջին հերթին ուզում եմ բոլորովս շնորհավորենք այսօր Արտուր Սարգսյանի ծննդյան օրը այն լավ հրաշալի մարդու, որը հասցրեց ծնունդ մեր Սասնա Ծռերին հուլիսի 29-ին, իր կյանքը զոհաբերելով, իր մեքենան 40-ից ավելի փամփուշտների տեղերը վնասվածքները ունենալով, իր կյանքը վտանգելով,
լինելով հաշմանդամ ինքը այդ հերոսությունը կատարեց, այդ սնունդը հասցրեց եւ այսօր իրան հավասարի պես դատապարտում են, նա դատապարտյալների խցում է գտնվում եւ իր հանդեպ նույն հոդվածներն են կիրառում, ասելով թե նա օժանդակել է, օգնել է այդ ահաբեկիչներին, ինչպես գիտեք, դեռ բոլորի վրա էլ այդ ահաբեկչության օրենսդրությունն են աշխատացնում եւ ամեն դեպքում ուզում են բոլորովս իր ծնունդը շնորհավորենք, ցանկանանք իրեն առողջություն, սա ամենակարևորն է, ինչ այսօր Արտուր Սարգսյանը պակասը ունի դրա, որովհետեւ երկու տեղից թե ողնաշարը, թե վզի մոտ ինքը ունի երկաթներ դրված, շատ դժվարությամբ քայլում է, ունի գրիժա, գոտի է կապում այդ առումով, որ գրիժան չկախվի, տեսեք ինչքան հիվանդություններն է այս մարդը եւ ինչ զոհաբերություն է կատարել, ինչ հերոսություն իր կյանքը վտանգելով, սա արդեն առաջի անգամ չի, որովհետեւ նա ազատամարտիկ է եղել Արցախյան պատերազմում, անցել է ամբողջ պատերազմը, արդեն ինքը հերոս էր եւ երկրորդ անգամ հերոսացավ, ես կարծում եմ ամբողջ հայությունը այսօր աշխարհի ամբողջ հայությունը իր ծնունդն է շնորհավորում, անգամ ընկերները դուք եթե նորությունները դիտում եք, իրան այսօր տորտ են հասցրել ուտելիքներով, մաղթանքներով, շնորհավորանքներով, ուստի մենք էլ միանում ենք Լոս Անջելեսից Ամերիկա հայերս եւ շնորհավորում ենք Արտուրի ծնունդը, միջալոց լավ օր է, ես հպարտ եմ, որ իր ծննդյան օրվա հետ իմ աղջիկա ծնունդել է, իր ծնունդել եմ շնորհավորում։ Եվ այսօր, ինչպես ասացի, կզրուցենք ոստիկանական այս խոշտանգումների մասին, ընդհանրապես համակարգի մասին, ես հենց այնպես այս հոլովակը չընտրեցի ձեզ ցույց տալու համար, ճիշտ է այս միջադեպը եղել է 2015 թվականին, բայց ոչ մի տարբերություն չկա, ոչ մի բան չի փոխվել այսօրվա գործելավոճի մեջ ոստիկանության, ինչն է ուզում ցույց տալ ձեզ, որ տեսեք այսօր պաշտոնանկություններ են կատարվում Հայաստանում, Աշոտ Կարապետյանին, ոստիկանապետին Երևանի պաշտոնանկ են արել եւ Լևոն Երանոսյանին ուղարկել են արձակուրդ։ Ես ուզում եմ այստեղ զուգահեռ անցկացնել, կարծում եմ Լևոն Երանոսյանը Աշոտ Կարապետյանի վերադասն է եւ նայել եղել է նույն ժամանակ Սարի թաղում այդ ծեծ ու ջարդի ժամանակ, ես ընդհանրապես այդ դրվագն եմ վերցնում, որովհետեւ ամբողջ 15 օրն էլ այդ երկու, այսպես ասենք, կադրերը 15 օրն էլ եղել են կիզակետում այս դեպքերի եւ ընդհանրապես Աշոտ Կարապետյանին պաշտոնանկ անելով հարցը չի փակում, որովհետեւ ոչ մեկ չի կարծում, որ Աշոտ Կարապետյանը կարող էր ինքնուրույն առանց հրահանգների, առանց Լևոն Երանոսյանի եւ եթե մի քիչ ավելի բարձրանանք առանց Վլադիմիր Գասպարյանի որևէ բռնություններ կատարեին։ Եվ քանի որ երկուսով են եղել, այսօր բնականաբար ես ինչու հենց Անահիտ Բախշյանին ցույց տվեցի ձեզ, որովհետեւ հենց Երևան այդ կազմակերպությունը հասարակական կազմակերպություն, այսինքն Երևանի խորհուրդը, այսպես ասենք, պահանջում են Լևոն Երանոսյանի եւ Վովա Գասպարյանի հրաժարականը։ Տեսնում ենք, թե ինչպես է այս համակարգը գործում։ Եվ ես կուզենայի հիշեցնել ընդամենը 4 օր առաջ Հերմինե Նաղդալյանը, Պանցալի, կրկին ելույթ ունեցավ իրենց ՀՀԿ-ի գումարից հետո, համագումարից հետո մեդիայի առջև եկավ եւ ասեց պետք է ով աչք ունի կտեսնի բարեփոխումները, ինչպես է ոստիկանությունը բարեփոխվել, Պանցալի նախագահան հենց այնպես չէր, որ շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, ԱԱԾ-ին, դեվ դրանից բխում է, ովքեր աչքեր ունեն, նրանք կտեսնեն, իսկ ովքեր չունեն, չեն տեսնի։ Որտեղից տեսնեն Տիկին Նաղդալյան, եթե դուք աչք եք հանում 17 տարեկան այդ երեխան առանց մի աչքով ոնց տեսնի ձեր բարեփոխումները, այսպես ասած։ Շատ ուժեղ բարեփոխումներ են եւ բոլորս այդ կադրերը արդեն ամբողջ աշխարհն են պատտվել, այն կադրերը, որ Վովա Գասպարյանի թիկնապան իր թիկնազորից ինչպես է արմատուրան ձեռքը
այսպես ասենք, հրահրում այդ քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որ հարձակում կատարեն խաղաղ բնակչության վրա եւ ծեծուջարդ սարքեն։ Եվ նա դեռ արդարացնում է իր թիկնազորի այդ անդամին, ասելով, որ նա իր հրանգն է կատարել, նա քննչական գործողություններ է կատարել այնտեղ, իր հրանգով է եղել, այսինքն, պարոն Գասպարյան, դուք արդեն նախորդ գիտեիք, որ անտեղ պետք է հարձակումներ լինեին, եւ դուք քննչական ձեր մարմիններին ուղարկել եք, որ այդ ամեն ինչը հենց սկզբից ֆիքս էին։ Զարհուրելին նա է, որ այսօր մենք տեսնում ենք տվյալներ, մարդկանց ձերբակալում են այն մարդկանց, ովքեր անգամ հիվանդանոցում են, տուժած են, ազգանունը հիմա ես լավ չեմ հիշում, անունը կարծեմ Գառնիկ էր, համ մեքենան էր իր ջարդ ու փշուր արել այդ նույն քաղաքացիական հագուստով ոստիկանները, համ իրան են վնասել, ոտքերն են կոտրել, բազմաթիվ վնասվածքներ ունի, տեղափոխել են վերակենդանացման բաժին եւ դեռ իր հանդեպ էլ հարուցել են քրեական գործ։ Այո, շատ բեսանտ, կներեք այս բառի համար, շատ բեսանտ այս ոստիկանությունը, ես կարծում եմ, բարեփոխվել է, հատկապես հրեշտակները, այդ ուրիշ բառ չեմ գտնում, շատ կներեք ժողովուրդ, այդ պուտանկաների ջոկատը, որին հրեշտակներ են ասում, եւ ամենայն պատասխանատվության եմ ասում, որովհետեւ մենք տեսանք այդ հրեշտակների զորամասը, որը զավթել էին, այսպես ասենք, գրավել էին Սասնա ծռերը, մենք տեսանք այնտեղի վարքերն ու բարքերը, այդ պորնո ժամացույցը եւ շատ բաներ կար, որ Սասնա ծռերը բարոյականությունից դուրս գալով ցույց չտվեցին եւ այստեղից պարզ է դառնում, թե ինչ բարեփոխումներ են եղել։ Ամբողջ աշխարհն է դիտել այն կադրերը, ինչպես են այս հրեշտակ աղջիկները, ուրիշ չեմ էլ ուզում բառեր օգտագործել, քանի որ եթերում ենք, մեծահասակ կանանց տատիկներին բռնի ուժով, ցավացնելով, կապտացնելով, նստած տեղը օր ու ցերեկով առանց ոչ մի պատճառի հրավիրում են, այսպես ասած, բայց այդ հրավերքի տակ ենթադրում ենք բռնություն, այսինքն բռնի կերպով տանում են, բերման են ենթարկում քաղմասներ։ Ինչ է այս ամբողջ ակցիայի նպատակը, բոլորիս էլ հասկանալի է, պարզ է, որ այս համակարգը բարեփոխված աշխատում է ընդամենը իշխանություններին պաշտպանելու համար։ Այն դեպքում, երբ որ ոստիկանությունը կոչված է ժողովրդին պաշտպանելու, ոչ թե իշխանությանը։ Մի քանի 4 տվյալներ ես ձեզ տամ, ուրեմն միայն ոստիկանությունը Հայաստանում կազմում է 20,000։ Ամբողջ ուժային, այսպես ասենք, կառույցը կազմում է 35,000 ոստիկանների հետ միասին։ Սա աննախադեպ մի թիվ է, այսպիսի պուճուր երկրի, փոքր երկրի համար, այսպիսի փոքրաքանակ պետության համար, որտեղ 1.5-ից 2 միլիոն են ասում, ընդհանրապես ժողովուրդ է մնացել, եւ երբ որ համեմատում ենք ամեն 100,000-ին քանի ոստիկան է հասնում, ուրեմն Հայաստանում հասնում է 1300 ոստիկան ամեն 100,000-ին, իսկ այստեղ ԱՄՆ-ում ամեն 100,000-ին հասնում է ընդամենը 241 ոստիկան։ Ու սա նրանից չի, որ գիտեք, սա ավելի դեմոկրատական երկիր է, դրա համար են այդքան քիչ ոստիկան պահում, որովհետև այստեղ իշխանությունները կարիք չունեն պաշտպանվելու ժողովրդից։ Իսկ այդ երկրում, այո, այսօրվա իշխանությունները կարիք ունեն պաշտպանվելու ժողովրդից, դրա համար այդքան ուռճացված է։ Եվ բերում են գումարային տեսքով բյուջեից ինչքան է հատկացվում տարեկան այդ ոստիկանական այդ հրեշտակներին, դե ես միշտ ասում եմ, հրեշը թողենք, տակը հանենք, կմնա հրեշներին, իրենց այդ բյուջեից վճարվում է մի գումար, ասեմ ձեզ, 29 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ որ կրթությանը, ամբողջ կրթության համակարգին տրամադրվում է 1.9 միլիարդ, երբ որ բժշկության ոլորտին հատկացվում է 2.1 միլիարդ ամբողջ բժշկական համակարգին բյուջեից, իսկ ոստիկանությանը հատկացվում է 29 միլիարդ դրամ։ Ինքներդ հաշիվները տեսեք, թե գումարները որտեղ են գնում։ Եվ իզուր չի, որ հասարակական կազմակերպությունները թե Սփյուռքում, թե Հայաստանում դիմել են
այն կառույցներին, որոնք կոչվում են Եվրոմիություն, Պետդեպ եւ այլն, ովքեր օժանդակել են այսքան տարիներ բարեփոխումների համար ճակերտավոր մեր ոստիկանությանը, կոչ են արել այլևս ոչ մի սենտ, ոչ մի օժանդակություն ցույց տան այդ կառույցներին, որովհետեւ նրանք պարզ ցույց տվեցին, թե այս կառույցները ինչի համար են ստեղծված։ Եվ արձագանքները ճուշացրեցին 2 օր առաջ Ամերիկայի դեսպան Հայաստանում Ռիչարդ Միլզը բավականի շատ կոշտ քննադատության ենթարկեց այսօրվա իշխանություններին եւ ոստիկանություններին, տարակուսանք հայտնելով, որ մարդկանց այն ինչ որ մենք ամեն օր տեսնում ենք, մարդիկ խաղաղ ցույցեր են կատարում, ազատության հրապարակում եւ անտեղի մարդավորս է գնում ամեն ցույցից հետո, ամեն հավաքից հետո անմեղ մարդկանց առանց ոչ մի բանի բերման են ենթարկում։ Դեռ չենք ուզում վերլուծել Սարի թաղի այդ դեպքերն էլ շատ մեծ քննադատության ենթարկվել։ Եվ ես մի փոքր կուզենայի ձեզ ներկայացնել մեր այստեղի Սփյուռքի բնակիչների համար Լոս Անջելեսի այն մարդիկ, ովքեր հաճախում են, այսպես ասենք, ուրիշ բան չեմ ասում, մեր հայկական հյուպատոսանի առջև ցույցերին մասնակցելու ի գիտություն բոլորին, ուրեմն ստեղծվել է շարժում, այստեղ ստեղծվել է խորհուրդ 7 անդամից, այդ խորհրդի մեջ ուրեմն ներգրաված են առաջինը նախախորհրդարանի անդամներից, նախախորհրդարանի նախագահի տեղակալն է այսօր այստեղ գտնում այդ խորհրդի մեջ է, հայկական վերածնունդ կազմակերպությունից, ուրեմն միացել են Հայդուկ կազմակերպությունը, միացել է գեոպոլիտիկ կազմակերպությունը, տեսակետ ակումբը, անձինս ինձ, եւ 2 անձնավորություններ, եւ այս խորհուրդը համակարգում է այս շարժումը։ Ընդհանրապես որպես ծանոթում այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն եկել, բայց գոնե մի անգամ կցանկանային այս ցույցերին մասնակցել, ուրեմն ի գիտություն բոլորին Կիրակի օրը ժամը 10-ին Գլենդելի քաղաքապետարանի մոտ կլինի ցույց, որտեղից կլինի երթ մինչև ուրեմն այդ ճանապարհաքարտեզը կլինի երթ մինչև ժամի 2-ն է այդ ցույցը, խնդրանքս է, կոչս է մեր ժողովրդին մասնակցել այդ երթին ի բողոք, մեր պահանջները մնում են նույնը, այն պահանջներն են, ինչ որ դրել են Սասնա ծռերը, եւ երևի 2 պահանջ էլ մենք ինքներս ենք ավելացրել, որը հետամուտ կլինենք եւ կարծում եմ այնտեղ Հայաստանում այս մեր պահանջները կոչը կվերցվի, որոնք են դա գիտեք, առաջի պահանջը Սերժիկ Սարգսյանի հրաժարականն է, վստահության կառավարության ստեղծումն է, քաղբանտարկյալների ազատումը, արդար ընտրություններ եւ մենք ավելացրել ենք 2 կետ, առաջինը նա է, այսինքն արդեն 5-րդ կետը կլինի ապագաղութացում, որը կբացատրենք ինչ է նշանակում, ես կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք ինչ է նշանակում Հայաստանի ապագաղութացում եւ 6-րդ կետը կլինի Սփյուռքի կողմից արդեն սա Հայաստանը չի կարող, սա մեր սփյուռքահայերի պահանջը կլինի վերադարձնել մեզ քվեարկելու իրավունքը։ Սա շատ կարևոր կետ է, ամբողջ հայությունը, գիտեք, խոսում են 10 միլիոնի մասին, չնայած ես ավելի մեծ քանակի մասին տվյալներ ունեմ, 15-20 միլիոնի մասին, բայց վերցնենք 10 միլիոն են, այսինքն 2 միլիոնը բնակվում են Հայաստանում, 8 միլիոն հայությունը զուրկ է մնացել քվեարկելու իրավունքից Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև Սասնա ծռերի ծրագրի մեջ կա որևէ գլոբալ հարց, վերցնենք հենց Արցախի հարցում, հարկավոր է ամբողջ հայության քվեարկությունը եւ ամբողջ հայությունը ես կարծում եմ 2 միլիոնը չի, որ ներկայացնում են, պետք է ներկայացնեն ամբողջ 10 միլիոնը։ Ուրեմն այս կետն էլ է մտցված մեր պահանջների մեջ եւ այս պահանջներով մենք կատարենք այդ երթը, պահանջատիրությունը, որ սա կատարվի։ Իհարկե առաջնահերթ է մեր համար այսօր բոլորի համար, մեր քաղբանտարկյալներին բոլորին անխտիր, ոչ թե այս նորաթուխ, այսպես ասենք, քաղբանտարկյալներին, միայն այս սկսած Շանթ Հարությունյանից, Վալոդա Սարգսյան, Շանթ Հարությունյանի ընկերները, ամբողջ խումբը, այնտեղ կա Կյուրեղյանը,
այս բոլոր բանտարկյալներին մենք պետք է պահանջենք, որ ազատ արձակեն։ Իհարկե այսօրվա ռեժիմը շատ դժվար կգնա դրան, որովհետև իրենց նպատակն է գլխատել այս շարժումը Հայաստանում, թողել, այսպես ասած, ինքնահոսի վրա, հույս ունենալով, որ այս շարժումը կմարի եւ շատ սև քարոզություն է գնում այս ընթացքում, իրենք կարծում են տղաներին սևացնելով, ապատեղեկացնելով հենց նույն Վիտալի Բալասանյանի սուտ հարցազրույցներով իբր տղաները սուտ են ասում եւ այլն տղաներին սևացնելով իրենց կհաջողվի այս շարժումը կասեցնել։ Ես կարող եմ հստակ ասել, որ այս անգամ Սերժիկ Սարգսյանի մոտ չի ստացվի, ժողովուրդը ոտքի է կանգնել ամբողջ աշխարհով, այսինքն ամբողջ հայությունը աշխարհի ոտքի է կանգնել։ Մենք տեսնում ենք այդ օջախները օրեցօր շատանում են տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում եւ բոլորի պահանջը մեկն է։ Ամբողջ աշխարհը իրենց կոչում է հերոսներ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք անվանումը դրել են ահաբեկիչներ։ Եվ իհարկե այսպես ասենք, անպագորգոր հրաժարական չասենք ինքնակամ դիմում տվեց Կոստանյանը, բոլորի համար սա գաղտնիք է մնացել, տարակուսանք, տարբեր կարծիքներ կան, թե ինչու գլխավոր դատախազը հրաժարական տվեց, հրաժարվեց այդ յուղոտ պաշտոնից, ուրեմն երկու վարկած կա, առաջի վարկածը նա է, որ այն ժամանակ դեռ իրադարձությունները չէին ավարտվել, այսինքն կիզակետում էին, մի հարցազրույցի ժամանակ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր հեռուստաժամի հարցազրույցի ժամանակ, որ եթե տղաները զենքերը վար դնեն եւ հանձնվեն, ոչ մի քրեական պատասխանատվություն չի լինի։ Եվ դրան հակառակ իրեն հրանգ էր իջեցվել, դրանից հետո, որ իրենց պետք է որակավորեն որպես ահաբեկիչ եւ ամենադաժան պատիժները սահմանեն։ Այստեղ ուղղակի մի մեջ բերում կանեմ հենց օգոստոսի 1-ին Սերժիկ Սարգսյանի ելույթից, որ վստահ եղեք, որ ոչ մի վրեժխնդրություն չի լինի, բայց մենք բոլորս գիտենք մեր Սութասան Սերժիկին, նա ասեց թռավ ծառը եւ այսօր ուղղակի վրեժխնդրություն է գնում, հենց պարզապես վերցնենք Արտուր Սարգսյանին, որ ընդհանրապես զենք էլ չի վերցրել իր ձեռքը եւ իրան ընդհանրապես կարելի է ներկայացնել այդ մրցանակին Ավրորայի հաղթանակած խաղաղության Ավրորային, նա սնունդ հասցրեց սոված մարդկանց այն գործառույթը կատարեց, որը պարտական էր կատարել Կարմիր խաչը, որը պարտավոր են կատարել իշխանությունները, բայց նրանք ամենադաժան ձևով մեր հերոսներին մատնեցին սովի, ծառավի, առանց բժշկական օգնության եւ այդ հերոսությունը, այդ առաքելությունը իր վերցրեց Արտուր Սարգսյանը։ Եվ այս առումով շարունակելով Գևորգ Կոստանյանի հարցը, երկրորդ վարկածը նա է, որ իրեն պատրաստում են մեկ այլ ուրիշ պաշտոնի, այսինքն այս պատմությունից իրեն ուզում են մաքուր հանած լինեն, քանի որ ընտրություններ են գալիս, դեռ միամիտ Սերժիկը կարծում է իրեն թվում է, որ ինքը կհասցնի մինչև ընտրություններ, նորից կվերարտադրվի, սա իհարկե իր միամտությունն է, Աստված իր հետ, թող թե այդպես էլ երազի, եւ նրան պատրաստում են շատ ավելի լավ պաշտոնի եւ այս քայլով Գևորգ Կոստանյանը իբր ժողովրդի աչքերի մեջ կբարձրանա եւ ինչ որ մի պաշտոն, ավելի բարձր պաշտոն, երբ որ իրեն առաջարկեն, ժողովուրդը կքննարկի իր համար։ Սա բոլորը այն տեխնոլոգիաներից են, ինչը կիրառում է իշխանությունները, սա սև, կեղտոտ տեխնոլոգիաներ են։ Ինչևէ, այս ամբողջից այսօրվա հաղորդաշարը մենք նվիրել ենք ոստիկանական այս գործելավոչին, իրանց բարեփոխումներին եւ հենց այնպես չէր, որ մենք ցուցադրեցինք այդ կադրերը, որովհետեւ այսօր էլ Արմեն Մարտիրոսյանը, լինելով պատգամավոր, նա գտնվում է կալանքի տակ, անօրինական ձևով, որովհետեւ ոչ մեկ Իրանից անձեռնմխելիությունը չի վերցրել, չի զրկել անձեռնմխելիությունից, ել չենք խոսում Անդրեաս Սուքիասյանի մասին, որ ընդհանրապես ոչ մի բռնությունների չի մասնակցել, դեռ մի բան էլ նա շատ ծանր վիճակում ոտքերը կոտրտած վերքերի մեջ, կապտուկների մեջ հիվանդանոցում պարկած է
եւ այն բարբաջոցները, որ այդ հերոս Վիտալի Բալասանյանն է այս հարցազրույցի մեջ տվել, որ բոլորին նա այցելել է, բոլորը շնորհակալություն են հայտնում իշխանություններից, բժիշկներից, դատավորներից անգամ իրենց լավ նայելու համար, դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև հենց այսօր Սասնա տղաներից մեկին պատգարակով ամենածանր վիճակում, որին ընդհանրապես չէր կարելի ձեռ տալ, բերել են դատարան, որ իր կալանքի հարցը լուծեն։ Ինչն է ձեր վռազը, պարոն իշխանավորներ, այդ մարդը այնքան ծանր վիճակի մեջ է, որ մտներով չանցնի, որ նա հանկարծ կարող է փախչել։ Բայց իր փաստաբանն ասում է, որ ինքը ընդհանրապես կալանքի ենթակա չի, այնպիսի մի առողջական վիճակի մեջ է, որ նա հասարակության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում եւ ոչ մի վտանգավոր գործողություն չի կատարել։ Իրեն ամենաշատը կարելի էր գրավով գոնե բաց թողել։ Ես ուզում եմ ձեզ ուղղակի ցույց տալ, ինչ է կատարվում այսօրվա բարեփոխված ոստիկանական համակարգում, որը կազմում է 35 հազարանոց մի հատ բանակ եւ շատ իրավացի են այսօր այն հռետորները մեր առյուծ կանայք, որոնք այսօր Ազատության հրապարակում ելույթներ են ունենում, որ այս 35 հազարից 5000-ը պետք է թողել ամբողջ Հայաստանին որպես ոստիկան, այն ամբողջ մնացած 30,000 ձրիակերներին, հաստավզներին հարկավոր է քշել դեպի սահման, որ իրանք պահպանեն մեր սահմանները։ Ոչ թե այն բարակ վզներով մեր 18-20 տարեկան երեխաները զոհվեն, այս հաստավիզ հրեշտակները թող գնան սահմանի վրա եւ պահեն սահմանը, որովհետեւ այն ձևով որ իրանք են զինված եւ հագնված, իրանք իսկական առաջնագծի մարտիկներ են։ Դե թող գնան այդ վայրագությունները, այդ եզությունները ցույց տան թուրքերի հանդեպ, ոչ թե մեր ժողովրդի։ Ինչևէ հաղորդաշարը մոտեցավ իր ավարտին։ Մենք ձեզ կրկին սպասում ենք այսօր, ինչը ամեն օր է, մենք ձեզ սպասում ենք հայկական հյուպատոսարանի մոտ, Սենտրալ եւ Լեքսինգտոն խաչմերուկում եւ կրկին հիշեցնում եմ կիրակի օրը ժամը 10-ից ժամը 2-ը կայանա ցույց եւ երթ Գլենդելի քաղաքապետարանի մոտից պերմիտը, այսինքն թույլատրությունը վերցված է, ամեն ինչ օրինական է։ Կհանդիպենք այնտեղ։ Ստեսուն ձեզ մնաք բարով։